Փարած Աստված, օրհնյալ Տեր, մեծափարությանդ առաջ է, որ գխոնարհենք։ Գիտակցում ենք, որ այստեղ ես ըստ քո խոստման։ Եվ Հայր, եթե այստեղ ես, ուրեմն նպատակի համար ես այստեղ։ Եվ կհավատանք, Հայր, որ քո նպատակները մեկ այն է, որ քո եկեղեցին մենք որդվույթ Հիսուս Քրիստոսի քեղեցիկ բատկերին գեր բարանափոխես։ Հայր, գփարավորենք քեզ, գործնենք քո մեծ եւ սկանչելի անունը, եւ մեր աղոթն է այս սարավոդուն, մինչ գտնվում ենք քո դանը, մինչ զնգաչո կամ ոդնգայց կամ նստած, դեր այստեղ ենք մենք էլ նպատակի համար, այստեղ ենք Հայր, որբեսի քո հպման փորձառությունն ունենանք։ Քարացած սրդեր կան, դրտմած սրդեր կան, վշտացած, հիաստապված, հուսահատված սրդեր կան։ Սրդեր կան, որ բեռնավորված են տարբեր բերներով։ Դեր ամեն մեկիս բարական վիճակի ինչ որ է դեր այստեղ ենք խնդրելու քեզնից քո սուրբ հոգուց, որպես այս սարավոդուն անգաշկանթորեն ներքործի իմ և յուրաքանչյուրիս կյանքերում շնորհելով տալով մեզի մեր պետքը։ Հայր, քեզի կհանձնվենք և քեզի կհանձնենք։ Փառավորյալ է Սիմա և Հավիդյան։ Ամեն։ Ողջույն բոլորիս։ Մասնավոր բարի գալուս և ողջունի խոսք եմ ուզում հղել անոնք, որոնք առաջին անգամ լինելով մեզ հետ են այս սարավոտ, և անոնք, որոնք միգուցե հյուրապար են մեզ հետ, Լուսինե քույր, Արման եղբայր, Քրիստիան և Դանիել։ Դանիելին ծանոթացեք հետո, ինքը հրաշքով է, որ այստեղ է այս սարավոտ, հետո իրեն հարցուցեք ինձ, քայլող հրաշքն է, կյանքը շատ վտանգված է, Աստուծո հպումը իր կյանքի մեջ է, վստահ եմ, որ մի օր թերևս առիթ ունենանք կվկայի, Դանիել, ուրախ եմ, որ you're with us։ Դեր օրհն է բոլորիս, կհավատամ, որ մենք էլ նպատակի համար է, որ այստեղ ենք այս սարավոտ։ Աստված նպատակի համար մեզ հոսպերեց, մենք էլ նպատակի համար ենք այստեղ։ Նոյեմի քույր, բարի օր, երկար ժամանակ է չենք վայելում ձեզ, ուրախ եմ Նոյեմի քույր, կտեսնեմ ձեզ, ձեր ներկայությունը մեծ քաջալերություն է մեզ համար, Նոյեմի քույր։ Ամեն, դեր օրհն է Նոյեմի քույր ջան։ Կշարունակենք մեր նյութը ազատագրման 4 խոստումները, որ Աստված տված է, Իսրայել ժողովրդին տված, բայց ոչ միայն անոնցներ, այլ նաև ինչ խոստումներ, որ կան այդտեղ, նաև կանտրատարնա յուրաքանչյուրիս համար։ Գիտակցություն և խոնարհություն, ասոնք են այն երկու գլխավոր բանալիները, որոնց միջոցով կարող եմ ազատագրում ունենալ։ Ինքնագիտակցություն, որմե հետ խոնարհություն։ Այս երկուքը կառաջնորդեն ինձի ազատագրման։ Դա լինի անհատական կյանքումս, լինի եկեղեցական կյանքում, քաղաքական, մշակութային, հասարակական, բոլոր ոլորտների մեջ նույնն է սկզբունքը, որովհետև բոլորս էլ այս աշխարհ մոլորակում հայտնվողներս բոլորս անխադիր ստրուգն ենք մեղքին։ Մեղքը մեզ ստրգացրել էր։ Վերջերս մի հոդված էի կարդում և հեղինակը այսպիսի արտահայտություն արեց, որ իրոք շատ
դպավորիչ էր եւ նկարագրելի։ Գսե ինչ է մեղքը։ What is sin? Մեղքը ամեն անգամ որ մեղք մը գործեն կամ մեղք մը գիրակորձվի, մեղքը գործողություն մնե, որը հետաբնթում է ուրախություն, բայց առանց Աստծո։ Sin is an attempt to be happy without God. Բոլորս այս մեղքի վիճակում հայտնվել ենք, ստրուկն ենք, բայց Աստված կուզե մեզ ազատագրել այդ վիճակից, այս էր աստվածային փրկագործության ծրագիրը եւ նպատակը, ազատագրել եւ մեզ գերբարանափոխել այն գերբարին, որն Հիսուս Քրիստոսն է։ Բայց այս ազատագրման որևէ մեկի ազատագրումը, պես քիչ առաջ նշեցի, իմ որպես անհատական կյանք, կամ դեղական եկեղեցիմը, կամ քաղաքական վիճակը, մշակութային, ընտանիք, որևէ մի ոլորտ, որտեղ եթե ուզում ենք ազատագրվել այն վիճակից, որու մեջ հայտնվել ենք, բանալին, նորից շեշտեմ, ինքնագիտակցությունը եւ խոնարհությունը։ Ինչ պիտի գիտակցիմ։ Պիտի գիտակցիմ, որ ես ստրուկ եմ։ Եթե ազատագրության մասին խոսենք, գերբարանափոխումը հետո հելը։ Եթե խոսենք ազատագրման մասին, ուրեմն ես պետք է գիտակցիմ, որ ուրեմն ես ստրուկն եմ, մեղքի կամ որևէ մեկ վիճակի մը։ Այսինքն ինձ գիշխե ուժը այդ ուժի ենթական դարձած եմ որպես ստրուկ, որը սահմանափակում է ինձ լինել այնպիսին, ինչ որ Աստված ուզում է որ լինեմ եւ հասնել այնտեղ, որտեղ Աստված փափագում է, որ մենք հասնենք, որը գերբարանափոխումն է։ Ուրեմն պետք է ես գիտակցիմ, այս ինքնագիտակցությունը, այս հասկացողությունը պետք է իմ մեջս լինի, այլապես դու ես կամ որևէ մեկս պիտի զուգակի մեջ մնանք, այդ զուգակը որու մեջ հայտնվել ենք, հոն we will remain trapped, հոն պիտի գախված մնանք, մեր վիճակի մեջ բռնված պիտի մնանք, փոփոխություն դեղի պիտի չունենա եւ հետեւաբար ասորատյունքը ինչ կլա, երբ որ ես միշտ ստրուկ եմ, ստրգացված եմ եւ այս զուգակի մեջ եմ, հետեւաբար իմ կյանքս դիսֆունկցիոնալ վիճակ պիտի դիսֆունկցիոն, ես չեմ կարողանում անել, չեմ կարողանալու լինել, իրագործել այն ինչ որ պետք է ես անեմ, իմ ստեղծված լինելուս նպատակը չի իրագործվելու իմ կյանքիս մեջ, հետևաբար ասի կտանի ինձի մահվան, ոչ միայն ֆիզիկապես մեռնելու, հոգեպես մահվան, մտապես մեռած, կյանքդ եթե անկործունյա է, դու բիդանի չես այլևս, հավասար է մեռած մարդուն։ Հետևաբար սիրելիներ, միայն գիտակցությունը բավարար չէ։ Այո, գիտակցում եմ, որ ես ստրուկն եմ ինչ որ ուժի, վիճակի, մեղքի կամ երևույթի մը, օքեյ, գիտակցեցի։ Հետո Հայաստանում մի հատ խոսում ունենք, ասեմ, իրավունք ունեմ, բա հետո խաշեմ ունեմ ադիգա իրավունքս։ Այդ իրավունքս պետք է գործվի, չէ։ Հիմա ես գիտակցեցի, հաջորդ քայլը պետք է ես ունենամ խոնարհությունը, որ ես այս վիճակի մեջ եմ, խոնարհությունը ընդունելու լուծումը։ Շատերը այսօր միգուցե գիտակցում են իրենց հայտնված վիճակին, բայց գիտակցությունը բավարար չէ իմ կյանքից լուծում տալ խնդիրներ, գիտակցին խոնարհություն ունենալ ընդունել լուծումը,
այո, դեր ես գարիկն ունեմ քո ներգործողության իմ կյանքում։ Որովհետև Աստուծո փրկության ծրագիրը, որ իրականացին, նախ եւ առաջ պետք է ինձ ազատագրի այդ վիճակը, նախ պետք է դուրս բերե։ Լավ, այդ ազատագրությունը, այդ ազատագրումը ոչ միայն ինձ դվյալ վիճակից դուրս բերելն է, այլ ավելին, ինձ ավելի վեհ վիճակի հասցնելն է։ Լավ, քեզ ազատեցի մեղքից, Հովհաննես, հիմա դու ազատել եմ, հետո ես քեզի ազատեցի նպատակի համար։ Նախորոք Աստված կսե մեզ նախասահմանեց փրկվածներուն, նախասահմանեց ոչ թե փրկության համար, այլ Քրիստոսի պատկերին գերբարանագից լինելու համար։ Նորեն այդ զգայուն դեղը հպվեցի, ուրիշ օր մենք խոսենք։ Հետևաբար, ուրեմն ինքնակիդակցություն եւ խոնարհությունը իմ կողմից է, Աստծո կողմեն ինձ ազատագրել եւ իր որդվին քեղեցիկ կերբարին գերբարանափող անելն է։ Եվ միայն այդ ժամանակ է, որ իմ ամբողջ մտածելակերպս, գենսավոճս, աշխարհայացքս պիտի սկսի ցևավորվել, նոր shape պիտի ստանա։ Նոր ցև պիտի ստանա։ Եվ ասիկա կարելի է միայն խոնարհության ընթացակարգով, ճանապարհով, խոնարհության։ Ճիշտ հոս է կարծեմ մեր մեծակույն խնդիր մունիս, մեղքի մեջ կամ ինչ անհատական եկեղեցի, որ ինչ որ խնդիրը կա, օքեյ, խնդիր բերինք հոս սեղանի վրա է։ Լուծումը առաջարկվում է։ Լուծում կա, որը մեկ խնդրի, եթե խնդիր կա, ուրեմն լուծում էլ կա։ Լուծումը առաջարկվում է, խոնարհությունը չկա, որ այդ լուծումը ընդունեմ եւ այդ խնդրից ցեփազատվեմ։ Այստեղ է գայանում մեր կյանքում հարադեվողական խնդիրների արգայությունը։ Ես այո ասում եմ, բայց չեմ պատրաստակամ չեմ այդ լուծումը իրագործել իմ կյանքիս մեջ։ Հիմա անշուշտ շատ հաճախ կգիտակցիմ ինքնակիդակցության կամ այո ես գիտակցեցի, որ ես սխալ վիճակի մեջ եմ, հանցավոր եմ, մեղավոր եմ կամ ինչ որ է վիճակը։ Հիմա այս ինքնակիդակցությունը չպետք է թույլ տանք, որ մեզ հուսախաբության տանի, despair։ Ոչ էլ ինքնարդարացման, self justification։ Շատ հաճախ երբ որ ինձի գսեն իմ սխալս, կփորձեմ self justification-ով ինքնարդարացնեմ իմ վիճակս, բարակաս, թեզս, կամ հակառակը հուսախաբության գետամ։ Այսպես պետք չէ լինի։ Այս երկուքը ծայրահեղ իրավիճակներ են, այլ երբ որ խոնարհությունը գոկտակորձեմ, ինձ կազատագրի այս երկու վիճակներից։ Գնտունիմ, որ այո սխալ եմ, դուրս գալու հույս ունիմ, երկրորդ լուծումը գա, օգտագործեմ եւ փոխվեմ։ Խոնարհությունը չափազանց կարևոր է, որբեսի գերբարանափոխման ճանապարհին գնամ եւ այս գերբարանափոխության արմատները սկսին խորանալ իմ կյանքիս մեջ։ Եթե գուզես միացիր ինձ։ Երբ Աստված խոսեցավ Մովսեսին Իսրայել ժողովրդի ազատագրման Փարավոն թագավորի ստրգա դիրաբեդության ներքևից հետևյալ համարը տվեց։ Ելից 6:6-7, ընթերցեմ նորից, Ելից 6:6-7։ Անոնաման Իսրայելի որդիներուն ասե, ես եմ Եհովան, ես ձեզ Եգիպտացիներու ծանր գործերու դագեմ պիտի հանեմ, Ձեզ անոնց զարայութենեմ պիտի ազատեմ, իմ մեծ փազուկով ու մեծ թադաստաներով պիտի փրկեմ, եւ դուք ինձի ժողովուրդ
պիտի ելակ 4 խոստումներ։ Ասոր մասին առաջին պատգամի մեջ խոսացինք, ապակայն նորին խոսինք 4 խոստումներ են, որոնք հրյա ժողովրդի մշակույթում ամեն տարի երբ որ Պասեքի դոնը գուքար, իրենց սեղանների վրա 4 քինու բաժակներ ունենային։ Եվ 4 քինի բաժակներ թադարգ են եւ քինի մգուրեն եւ ամեն անգամ այդ դոնագադարության ժամանակ Իսրայել ժողովրդի դանդերը կամ ռապին ով որ այդ քշիշը գարներ եւ այս հատվածեն առաջին խոստումը ընթերցելիս բաժակը գլեցին եւ այդ կավատից գողտվեին։ Ետքը երկրորդ խոստումը եւ մինչ այդ քինին գլեցնեին կավատից գողտվեին առաջին խոստման մասին գխոսեին, գբատմեին, գսորվեցնեին, գհիշադագեին եւ այդպես մինչեւ 4 Մեկ 4 կավատ քինի խմեն գհարփեին No, չէին հարբում։ Դա ուրիշ հարց է։ Հիմա ցեզ դուրս պիտի հանեմ Եգիպտացվոց ծանր փերեն։ Սա հավատքի առաջին քայլն է, ամփոփսեմ եթե գմանրանանք։ Ցեզ ստրուգտենե պիտի ազատագրեմ։ Այսինքն ոչ միայն ցեզ Եգիպտոսեն դուրս պիտի հանեմ, ցեզ հանեցի Եգիպտոսեն դուրս, մե երկրորդ գործողությունը կսկսի։ Հիմա Եգիպտոսը ցեր մեջ են դուրս պետք է անեմ, որտեղ 400 տարի ոնդեղ այդ սովորությունները ցեր մեջ արմադացած էր։ Նման ասած ոչ միայն մեզ աշխարհը մեղքին կփրկե, այլ հիմա պետք է իմ մեջս ներգործե Սուրբ Հոգին, որպես իմ մեջս որ աշխարհը մուտք գործեր էր այս կանդարի, այդ աշխարհը մաքրե, այս է սրբագործության ընթացքը, holiness որ գսենք, եւ ամենա երկարադեպ եւ դժվար ժամանակահատվածն է փրկված անհատի կյանքում։ Փրկությունը աղոթեցի, ով դեր մեղավոր եմ գիտակ դուրս եկա, բայց հիմա ամենից երկար ժամանակահատվածը սրբագործության ընթացքն է։ Եթե գսե ցեզ մեծ թադաստաններով պիտի ազատեմ։ Սա մեր պաշտպանությունն է Քրիստոսում։ Հետագայում մանրանանք եւ գսե ցեզի պիտի վերցնեմ որպես ինձի որդիներ։ Ես ցեզի ասված պիտի լամ, դու գար ինձի իմ որդիներս, զավակներս պիտի լամ։ Ասիկա գխոսի պատկանելիության մասին։ Ինչ քեղեցիկ է Աստուծո փրկագործության ծրագիրը։ Գազադակրե մեջս կմաքրե, իր որդին գնե, որ մետ իր պաշտպանությունը կվայելեմ, անոնք որոնք ինձ թեմ են, ինձ պաշտպանելու համար։ Ասկե մի անգամ առաջ կարծեմ ասել էի, ինչքան որ հիշում եմ, Lake Avenue փողոցին, երբ որ գիշնես freeway չաս, այդ անգույնի վրա Lake Avenue եկեղեցին գա։ Եվ ոնդե մեծ sign մը գա, որի վրա գրված է, միշտ ուշադրություն սքրավ է։ Believe, belong and become. Ինչ ավոր է չի արի երեխբեր, believe, okay, հավատացի, belong, պատկանի, և become. Աստ է փրկագործության խորհուրդը, Աստված կուզե հավատալու համար, քեզ հավատ կուտամ հավատա, ետք է պատկանիր, եկեղեցի ընտանիքիմը ինձի, որբեսի կարողանաս լինել այն, ինչ որ իմ մտքումս ունեմ քեզ համար։ Քրիստոնեական ճանապարհորդությունը հարադեվողական ճանապարհորդությունն է։ Փոփոխության, ազատագրման ճանապարհորդությունը հարադեվողական է, դադար չունի։ Ամեն օր ինչ որ մի վիճակից ես կցերփազատվեմ։ Այս է հոգևոր աճման, գերբանափոխման ընթացքը։ Բայց ցավոք շատեր չեմ ուզում ասեմ մեծամասնություն, բայց շատ-շատեր գտեսնենք դեղական եկեղեցիներում ընտանիքներում, որ առաջին քավաթը խմելիս, որն է, ցեզ պիտի ազատեմ Եգիպտացվոց ստրուգուտենեն, սա առաջին քավաթն է, խմեցին հոնգը գենքնան, հոնգը գանքնին։ Երկրորդ, երրորդ, չորրորդ քավաթը խմելու փորձառությունը չունին։ Աղոթեցի, ապաշխարեցի, արցունքներս հոսեցամ, ալթարը եկա, խորամ, վերջ,
Hon gamanan, many believers get stuck after experiencing the first cup. Եվ գցախողվին առաջ գնալ թեպի ազատագրում, թեպի նպատակ, թեպի պատկանելիություն, թեպի նպատակը սլած կյանք, չկա։ Փոքր եմ հավատքի մեջ, 37-38 տարի բիդել հավատքի մեջ եմ։ Ծառայության մեջ մոտ 31 տարի։ Գրեք ամենը ապշեցուցիչ երևույթը, որին ականատես եմ լինում, որն է։ Ոչ թե հավատացյալների, որոնք 15-20-30 տարի եկեղեցի են հաճախում եւ դեռևս իրենց կյանքի մեջ լուրջ հոգեվոր նպատակ, դեսիլ, գործունեություն, ծառայություն չկա։ Անգե ավելի խորհուրդ եմ գանտիբիմ հոգեվոր կորձիչների, հովիվների տարբեր վերջերս մի քանի հովիվների հետ հանդիպում ունեի եւ նյութ եղավ եւ երբ որ արիթ ինձի դրվեցավ ասին Հովանես եղբայր քու գարձիկդ քու դիրքորոշումդ քու մտածելակերպ ինչպիսին է հովիվները բատվելիներ հովիվներ դերոջը ծառայողները ինչ հոգևոր որակ եւ դիրքորոշում պետք է ունեն իրենց կյանքի դեսիլքի եւ օծված լինելու մեջ ասի ես չգիտեմ ուրիշները բայց իմ փորձառությունս եւ իմ վիճակը սեզի բաժնեցին եւ ապշած մնացին ոնց քո դեսիլքը քո նպատակը քո եւ այդ կորձունությունները այդ մանր դետալները որ գադարեմ կյանքից մեջ գահիդաբնտեն նպատակի համար են ամեն ինչ որ գնեմ կյանքից մեջ նպատակ ունիմ դեսիլք ունիմ անոր ուղված են ամբողջությամբ եւ որ արդեն դրվեցա մույսներ բաժնեցին ասին որ իմ դեսիլքը հետեւյալն է սա ով իմ ասա իմ դեսիլքն է որ եկեղեցի իշխեց քարոզեմ սուպկրոց տերողություններ դամ եւ եկեղեցու մեջ զարասի եղբայր ասիկա դեսիլք նպատակ չէ ասիկու ծառայությունը դեր ասիկու բարդականությունը դեր դեսիլքը նպատակը ավելի մեծ է քան քո սովորական բարդականությունները եւ այլն կանգնած են Աստվածաշունչ գարթալու դժվարություն ունին այսօր դերոջը կորձիչները հարադեվողական ամենօրյա devotional time չունին եւ որ ինձ կարծեմ Հովանես բեր Աստվածաշունչը քան անգամ գարտած կամ ինչ քրագանություն գարտած կամ ինչ կսեմ Աստվածաշունչը ես ամեն առավոտ ասել եմ արա հայտ աչքս բացեցի գիտակցության եկա որ ողջ եմ արդյունքում Ականջս կդեմ եւ գլսեմ որ Աստծո գսե հավատքը լսելեն է ոչ թե գարտալ են ներողություն ես գլսեմ ամեն առավոտ ժամանակ կուտան աղոթքի ամեն առավոտ չկա բացառություն չկա եւ քրագանություններ կգարտամ եւ գսովորի մի խոսքով այդ աճվորը աճումը այս կենթատրե որբեսի փոխվիմ եւ դերևս չեմ փոխված այս բոլորից հետո շատ քիչ է փոփոխություն նկատում կյանքից մեջ եւ ասում եմ դեր ավելին գուզեմ հոգեվոր կյանքը օրեց օր հասկանում եմ որ երեխաների կյանք չէ լուրջ կյանք է լուրջ մոդեցում է հարգավոր գործ ունենք երկինքներն ու երկիրը արարող մեծ վեհ Աստուծո հետ ուրեմն այդ ավելի կյանքը որ Հիսուս խոստացավ ավելի կյանքը ջող կյանք ուզում եմ ցանկանում եմ փափակում եմ Հետևաբար փրկությունս Աստուծո փրկակորձության ծրագիրը ոչ թե զուտ կամ լոգ ներողամտություն մնե որ քեզ կբարգևեմ մեղավոր եկավ դեր ներիր ինձ գիտակցում եմ որ
գներեմ քեզի, փրկություն միան ներողամտություն դալու համար չէ, այլ ազատագրման եւ գերբարանափոխության մասին է։ Մեղքի ստրուգը լինելուց Աստուծո որդիներ լինելու մասին է։ Աստուծո արդարությունում ապրելու մասին է։ Այս է փրկությունը։ Բայց այս բոլորը դեղի ունենալու համար նորից ու կամ ես պետք է մի հատ գիտակցի, մի հատ վիճակը տեսնեմ։ Վիճակ մը գա իմ կյանքիս մեջ, հիմա մի տեսնենք Իսրայել ժողովրդի կյանքի մեջ վիճակ մը գար, ասված վերևից տեսնում է հստակ է ամեն ինչ։ Հիմա այդ վիճակը պետք է տեսնեմ, այդ վիճակի մանրամասնությունները տեսնեմ, որպես ես գիտնամ ինչից պետք է ցերպազատվիմ, ազատագրվիմ եւ գերբարանափոխվեմ։ Բայց նախ պետք է ինքնակիդացություն։ Ցեզ գսե Եգիպտացիներու ցաներ կորձերուն դագեմ պիտի հանեմ ստրուգութենեն եւ այլն։ Առաջին խոստումը ցեզ Եգիպտացիներու ցաներ կորձերուն դագեմ պիտի հանեմ։ I will bring you out. Հոստեղեն գսկսի հոգևոր ազատագրման ջանաբարարտության սկիզբը։ Առաջին խոստումը հիմք սկիզբն է։ Աստուծո ժողովրդի ազատագրման եւ յետքը գերբարանափոխման առաջին քայլը Եգիպտոսի ցաներ բերից դուրս հանվելն էր։ Mà որպես Աստված կարողանա իմ եւ յուրաքանչյուրիս կյանքում սրբակորձության ընթացքը սկսել եւ իր նպատակներն ու ծրագրերը իրականացնել նախ եւ առաջ պետք է Եգիպտոսի ցաներ բերից դուրս բերի ինձ։ Եվ այդ ցաներ լուծը ինչ էր։ Փարավոնի ստրուգությունը։ Բայց ինչպես եղավ, որ այս ժողովուրդը ստրուգը դարձան։ 400 տարի Եգիպտոսում ստրուգ եղան, բայց ուրդեն եկավ։ Իրենք նախքան այդ վիճակին հասնելը, իրենք սկզբից, երբ որ Եգիպտոս եկան, իրենք Եգիպտոսի բադվավոր հյուրերն էին։ Նախքին փարավորը լավագույն դեղը տվավ իրենց, բադվավոր հյուրերն էին։ Բայց երբ որ ռեժիմը փոխվեց, նոր փարավոն մի եկավ, չճանաչեց իրեն եւ իրենք ստրգացրեց։ Եվ այդ ստրգության ցաներ բերի ներքո մնացին 400 տարիներ։ Եվ փարավոնի այս դիվային գործողությունները, այսինքն Իսրայել ժողովուրդը փնաչնչելու, ստրուկ բայելու եւ այլն, գլխավորապես 3 հրամանակրերի ներքո էր գտնվում։ Փարավոնը 3 հրամանակրեր ստորագրեց, եւ այս հրամանակրերը պիտի իրեն օգնեին այդ ժողովուրդը միշտ ստրուկ բահել։ Երբ ես կհասկնամ այս 3 հրամանակրերի գործնականացումը մեր արդիական կյանքի մեջ, երբ կհասկնամ, այդ ժամանակ կգիտակցեմ եւ դուրս գալու ճանապարհը ինձի հասանելի գլա։ Այսօր մեն առաջին հրամանակրի վրա փորձեմ անդրադարձ կատարել, Աբակային գշարու առաջին հրամանակիրը ինչ էր, ով գիշե, առաջին հրամանակիրը, որ փարավոնը, նոր փարավոնը ստորագրեց, որը ինքը տեսավ, որ Իսրայել ժողովուրդը շփազմանում են, եւ եթե բազմանան, կարող է Եգիպտացիներից ավելի զորավոր լամ եւ թշնամի բեդությունների հետ կարող է թաշին կազմի եւ հարցավի իր բեդությունը վտանգվի։ Ուրեմն իր վախը եւ իր զորությունը բահելու համար 3 հրամանակներ ստորագրեց, որովհետեւ մի անգամ եւ մինչ Իսրայել ժողովուրդը փնաչնչեր, ստրուկ բահեր, գաբակների դակ բահեր։ Առաջին հրամանակիրը արու զավակների սպանությունը, արու զավակների սպանությունը, Ելից 1:15-ի մեջ կտեսնենք, երբ դղա է պետք է մերցնեք զանիգա, ամեն ծնած դղա քեդը նետեցեք։
Փարավոնը իր այս հրամանակրով փորձում էր Իսրայելի ժողովրդից ծնվող, առաջացող եւ բազմացող աբակա ներուժն ու հնարավորությունները սպանել։ Ներուժ, potential, եւ հնարավորությունները գար սպանել։ Թուլացնել Իսրայել ժողովուրդը, որովհետև երբ որ դղա արու զավակներ չգան, բնականաբար զորք չի ունենա, հոգադարներ չեն ունենա, պաշտպանողներ չեն ունենա, լիդերներ չեն ունենա, առաջնորդներ չեն ունենա։ Եվ հետևաբար, բնականաբար ազգը ընդմիշտ իր ստրուգության ներքո է բան, բայց ես պետք է գիտակ ուր գերտասի կա։ Եվ ճիշտ այս է այն ինչ, որ չարը փորձում է իրականացնել քո կյանքում, իմ կյանքում, մեր ընտանիքներում, մեր պետություններում, մեր հասարակությունում, գրեթե բոլոր ոլորտներում, դղա արու զավակները սպանել, խեղտամահ անել, ոչնչացնել, արիականությունը վերացնել, դղամարդկությունը արժեքները վերացնել։ Եվ այդ զենքերից մեկը արդիական լեզվով Արման ջան կհամաձայնես ինձ հետ միասեռականությունը վառ օրինակն է։ Ամեն ինչ իրար է անցել, այսօր բերենք այդ բոլորը։ Քաոսային վիճակ է դիրում ամեն օրեք։ Այրը գնոջից եւ հագարակը գրեթե չի զանազանվում։ Նայեցեք ուր եմ գնում։ Նույնիսկ չենք շեղվել։ Մեր սեղանը սպասավորող մատուցողուհին շատ գեղեցիկ սպասավորեց, հաց են գուտում։ Ավարտին շատ հավանեցին իր սպասարկման ցևսի քույրիկ ջան շնորհակալ եմ այս գեղեցիկ մատուցման եւ պրոֆեսիոնալ մոդեցումն։ Շնորհակալ եմ քույրս։ Բարոն եմ։ Ոչ քույր։ Շատ զգուշ պետք է լամ։ Շատ զգուշ։ Սա Կալիֆոռնիայում չէր, ոչ ալ Փարիզում, սա Երևանում էր, Երևանում։ Այս արու զավակների սպանություն ուրիշ ինչ սկերբա լինում, ինձ ով գար ասի։ Արու դղա զավակների սպանությունը ուրիշ ինչ ցև կարող է լինել։ Այս է այն աշխարհը, որում է չկապրին։ Արու զավակների սպանություն։ Ավելին ասեմ ու ավարտեմ այս մտքով։ Այս փարավոնյան չարաբաստիկ երևույթը ոչ միայն անհատական, ոչ միայն հասարակական ոլորտներում, ոչ միայն pedagogan շրջանակներում, այդ արիականությունը, այսինքն ներուժը եւ աստվածադուր հնարավորություններ սպանում է, այլ նաեւ ցավոք սրտի մեր եկեղեցիներում։ Մեր եկեղեցիներում էլ ականադես ենք լինում այս ցավալի երևույթ։ Ինչ է անում։ Դարբեր տեսակի մեխանիզմներ ստեղծելով փորձում է եկեղեցիներում ներուժ, հնարավորություն, փորձառություն, գարողություն, գոչում, դեսիլք, բարգև, դաղանդ եւ օգտավետություն ունեցող անցանց միջև բարակտումներ, բաժանում, անվստահելիություն եւ հագարակություններ ստեղծելով իրարից ինչ անում դարանչադում է,
հերացնում է։ Եվ այսպիսով արու զավակները, առաջնորդները, ջահը հավատքի փոխանցողները, սկսված գործը շարունակողները, Աստուծո խոսքի համար մարտնչողներն ու պատերազմողները, համայնքի պաշտպաններն ու հոգադարները, մի խոսքով դղա մարդիկը, արու զավակները սպանում է, խեղտամահ է անում, ջուրն է գցում, ոչնչացնում է։ Եվ հետևաբար եկեղեցին մնում է, եթե դան մեջ չկա դղազավակ, Արման եղբայր, Վահե ջան, եթե դան մեջ չկա դղազավակ, որ պիտի ամուսնանա եւ ժառանգը պահե, Վահե։ Նազարեթ եղբայր, Ավո եղբայր։ Ընտանիքը եկեղեցի կմնա առանց ժառանգների։ Չորացար։ Եթե հոսավարդեմ նյութս դխուր է և հիաստապեցուցիչ, անոր համար մենք ունենք ավետարանը, Evanghelia, Ev կնշանակ է բարի, Անգելիա կնշանակ է և հրեշտակ, և պատգամավոր, և լուր, Evanghelia բարի լուր ունենք, հոստե որ Աստվածաշունչը մեզի կհասնի, դրա համար սիրեմ Աստծո խոսքը, որ մեզի ունի լուծում և բայց Աստված այս բոլոր մեջ ունի քրիստիան ազատագրման միջոց ունի։ Այո, դխուր է երևույթը և կյանքիս մեջ, և ընտանիքիս մեջ, և հասարակության մեջ, և պետության մեջ, և եկեղեցիներում դխուր է։ Բայց Աստված ունի ազատագրման խոստում։ Յուրաքանչյուր անհատի, հասարակության, պետականության և եկեղեցու այս փարավոնյան ստրգության մեջ է հայտնվել եւ Աստծո խոստումը հետևյալն է Հովաննում 8:36 եթե որդին ցեզ ազատի ճշմարտապես ազատ միտլաս Եթե որդին քեզ ինձ ազատեց ճշմարտապես ազատության ճանապարհի վրա այո Քողը ուրիշ բանի համար չի կար, բացի սպաննելու, գործանելու և գողոպտելու, բայց ես եկա, որպեսզի կյանք ունենաս և ավելի կյանք։ Ես հոսեմ, հովիկ, որ քեզի կյանք տամ, գենսունակ դառնաս, ազատագրվես, դուրս գաս, քո դղայությունդ, քո ներուժդ, հնարավորություններդ, բարգևդ, ցիրկդ, դաղանտդ, ինչ որ դվել եմ նպատակի մեջ, այդ բոլորը որից է օգտագործես, ավելի կյանք ունենաս։ Փարավոնը փորձեց արու զավակների հրամանակիր ստորագրեց բոլոր արուները սպանեք։ Բայց ինչ լավ էին այդ մայրերը, որոնք չէին հասցնում եւ ծնվում էին։ Եվ Աստված կսեր բարձադրեց դրանց։ Փարավոնին անանազանց եղան, բայց Աստված բարձադրեց։ Խոսենք որ այդ մայրեր, այդ կանայք, այդ մանգապարծերը, հոգապարծ մանգապ։ Հիմա, ուրեմն փարավոնը արուզավակները մերցնել ուզեց, որպեսզի ոչնչացներ։ Mi robe, uno momento. Avo. Նոր գդագարանում Հիսուս երբ որ պիտի ծնվեր Հերովտես թագավորը նույնպես արուզավակները սպանեք 2 տարեկան եւ ներքև։ Մի արուզավակները ինչ են անում քեզ։ Արժեք ունեն, ուժ ունեն, լիդեր են, ժառանգ են բերում, հոգադար են, պաշտպանող են, գրվող են, չափողանցողներն են։ Ուզեց Հիսուսին էլ այդ ջարդի մեջ, արունների մեջ լվան է։ Բայց Հիսուս, ով կյանքն է, հարությունն է, ճշմարտությունն է, թագավորների թագավորը և դրանց դերն է։ Մերավ ետքը նպատակին
թաղվեցավ, հարություն արավ, որբեսի քո եւ իմ կյանքը մերած նեխածներից, մերելներից հարություն առնե դա, որբեսի ես ապրիմ այն կյանքը, որով Աստված ուզում է, որ ես ապրիմ իր փառքի համար, որուն արժանի է անցյալ, ներկա եւ ոչ հավիտենական տարերում ամեն եւ ամեն։ Պատկամից հետո եթե անհատներ կան, որոնք այս մեղքի ստրուգության մեջ կսկան եւ հոնեն գիտակցում են, մոտեցեք հովիվներին, եղբայրներից, աղոթենք Աբաշխարության օրը լա, արթնության օրը լա, նոր զգսպի օրը լա, ուխտդ նորոգելու օրը լա, իր փառքին համար եւ եկեղեցվո շինության համար։ Ամեն եւ ամեն։